Ողջույններս եմ հղում աշխարհի բոլոր անկյուններում ապրող իմ հայերին, ովքեր հենց հիմա նայում են իմ տեսանյութը, բոլորիդ առողջություն եմ մաղթում եւ օրը սկսում ենք շատ մի հետաքրքիր հարցով։ Եկել է արդեն իմ հանդիպման օրը, որ ես գնամ թոշակի հարցով իմանալու թե ինչ օրենքներ, ինչ կանոններ կան, ինչ են գործում Ֆրանսիայում, որ տարիքից պիտի գնանք, թոշակ աշխատանքային ինչպիսին է, ավելացում օգնության ասված այդ թոշակները ովքեր կարող են ստանալ, մի խոսքով թոշակների հետ կապված հարցեր են քննարկելու այսօր այս տեսանյութում։ Մնացեք ինձ հետ, հիմա ես տանից արդեն դուրս եմ գալիս, 10:30 հանդիպման եմ։ Գնանք միասին եւ ընթացքում արդեն կիմանաք ավելի մանրամասն։ Կարծում եմ շատերին սա կհետաքրքրի, հատկապես Ֆրանսիայում ապրողներին։ Դե ինչ, սկսում ենք նոր տեսախոլովակ, նոր շատ հետաքրքիր հարցերի հետ կապված։ Առայժմ Շորջան դուրս եկա արդեն, տեսեք հələ ետնամասում ինչ գեղեցիկ արձան է, լավ է մաքրել են, սպիտակեցրել են, տվեց մի քանի դոսիե պիտի լրացնեմ, մի դոսիեն էլ տուն են ուղարկելու փոստով, դա պիտի բերեմ իրանց տամ սեպտեմբերին, դե ասեցի որ գնալու եմ Հայաստան, հանդիպումս ուշ տվեց, մի խոսքով հələ լրացնեմ, մանրամասն կգնամ տուն, կխոսեմ, կբացատրեմ ինչը ոնց է, հիմա այսպես քանի որ վերջացրեցի հանդիպումը շատ կարճ տևեց, այդքան էլ երկար չէր, խանութներ մտնելով գնամ արդեն 10:30 է, խանութները բաց են, գնանք տեսնենք ինչ կա։ Մտնենք Փրենտան խանութը, որը մի քանի ֆիրմաների այդպես ամբողջական խանութ է, ամեն ինչ կա այստեղ, գտնվում է Rue Nationale-ի վրա եւ հենց հիմա էլ զեղչեր են։ Տեսնենք ինչերն են զեղչված, պայուսակների բաժնի կողմից է մուտքը եւ բնականաբար անտարբեր չեն կարող անցնել։ Հենց այդ գրեմվին դուրս եկավ, բայց քանի որ մի տեղանոց է, դրանք ինձ դուրս չեն գալիս։ Գները աշխատում եմ ձեզ ցույց տալ եւ արդեն զեղչերը։ Համեմատում ենք ձեր քաղաքի գների հետ եւ գրում ենք։ Այս պայուսակը շատ գեղեցիկ էր, անկյունում դրված էր, ինձ թվաց թե ուղակի պայուսակ է, հետո որ արդեն գինը շրջեցի նայեցի, տեսեք 550 եվրո եւ ինչքան էր 50% զեղչված էր։ Արդեն տեսնում եք 275 եվրո, բայց արժեր, ներսը ափսոս էլի այդպես էր, մի տեղանոց էր, թե չէ հաստատ գնելու էի, գիտեք, սա էլ արդեն սև մյուս տարբերակը, որը որ շատ զեղչված է, բաժնի դեմը այդպես ստեղծել են անկյուն եւ վաճառում են։ Այս տարվա մոդան նման պայուսակներն են, նայեք, այս տիպի, երկար նեղ պայուսակներ են, սիրում եք այդ մոդելը թե ոչ, տարբեր ֆիրմաներ կան եւ գինն էլ արդեն տեսակ, որը մատչելի, որը ավելի թանկ, չգիտես ինչի ինձ ամշե պայուսակներն են սկսել հետաքրքրել, գեսի բաժնում եմ փաստորեն, չէ էլ նկատե 135 եվրո է, 50% զեղչեր, տարբեր չափի պայուսակներ կան, այս պայուսակն էլի գունային առումով դուրս եկավ, բայց էլի բացում եմ, ներսը մի տեղ է, շրջում եմ են կողմ բանալիների տեղ չկա, տարբեր բաժիններ չկան, տեսեք, նույնիսկ եթե նվերել տան, ինձ հեչ հարմար չի, որ ես օգտագործեմ, 60% զեղչեր, բավականին էլ մատչելի էր, 180 եվրոն 60% զեղչված, լավ է, բայց անհրաժեշտ չէ, սա էլ արդեն Maison Francis Kurkdjiani անկյունն է, հատվածն է, տեսեք թե ինչ տեսականի ունի, հիմնականում ունիսեքս է, այսինքն նույն օծանելիքը տղամարդ եւ կին կարող են օգտագործել, աշխատակիցը ինձ մոտեցել է, ասում է բացատրեմ, ասում եմ ոչ ճանաչում եմ իրեն, ես էլ եմ այել իրեն լավ ճանաչում եմ, ծիծաղում ասում եմ, ասում եմ դե այն կողմ գնա, որ ես
կարողանամ նկարել, ձեզ չնկարել։ Մի խոսքով ինձ համար շատ թունդ հոտեր են, բայց հիմնականում շատ մարդիկ օգտվում են այս օծանելիքներից։ Միգուցե իմ հոտն էլ արդեն արտադրի մեր հարգելի հայրենակիցը։ Ահա, ինչքան գեղեցիկ անկյուն է։ Առաջ շարժվեմ։ Բոլորիդ քաչ հայտնի Մայքլ Կորսն է, անգլերեն հնչողությամբ ասեմ, եւ էլի պայուսակներ տարբեր արժեքների, տարբեր մոդելների։ Ահա, սա էլի նմանատիպ է եւ արդեն տեսնենք թե ինչ արժե 295 եվրոն 50% զեղչով։ Ովքեր պայուսակներ չունեն կամ պայուսակների սիրահարներ են, կարող են շտապել այստեղ, քանի դեռ զեղչեր են։ Կարծում եմ զեղչերը վերջանալուց հետո էլ իրենք կդնեն մի քանի օր եւ այդպես կհավաքեն։ Զեղչերը վերջանալու են 27-ին, հուլիսի 27-ը վերջին օրն է համարվում։ Դե արդեն պայուսակների տարբեր։ Ես շատ մեծեր այլևս չեմ նայում։ Մի ժամանակ մանկավարժեի մեծերն էի նայում, հիմա փոքրերը։ Սա էր սիրուն էր, բայց ետնամասը այդպես ցեպով չէր, որ դնես գրպանը բանալիները։ Ունեմ սև պայուսակ կաշվից էլի ետնամասը այդպես գրպանիկ էր։ Բարձրացա երկրորդ հարկ, որտեղ հագուստեղենի բաժինն է, էլի ներկայացված են թե լյուքս, թե միջին որակի արժեքի հագուստներ, սա Լեյկոպլեյում եմ եւ շատ սիրուն տոնական հագուստ էր, շորիկ էր, ինչ ասեմ, սևը դուրս եկավ, փոքր համար էր։ Այստեղ ինչ ունենք, այստեղ էլի զեղչերի անկյուն է, հիմնականում զեղչված են, բայց փոքր համարներն են գրեթե զեղչված, պրակտիկ պահանջված համարներից նույնիսկ հագուստ չգտա էլ։ Իմը ֆրանսիական համարով 42-ն է եւ արդեն չկա, այստեղ ներկայացված է S-ը, XS-ը, հազվադեպ M-ը, տեսեք, գներն էլ տարբեր են։ Հենց լիքը զեղչեր էր արել Լեկոպլեն ու զարմանալի էր էլի, որ այսքան շատ զեղչեր է արված։ Կարծում եմ այդքան ուժեղ առևտուր չի էլ լինում, կամ էլ արդեն ով ինչ պիտի գնել վերջացրել է։ Ահա 375։ Հիմնականում տոնական շորիկներ էին այս հատվածում հենց։ Լավ շոկ ա ժողովուրդ ջան արդեն։ Փխինտանից դուրս եկա, շատ տեղեր նայեցի, զեղչերով բաներ կային, բայց դե այն չէր ինչ որ ես փնտրում էի։ Սեփշորն է Լեկոպլեի շատ լավն էր, բայց նախ իմ համարը չէր, հետո էլ դե այդքան թանկ խոչեի տա։ Դուրս եկա այդտեղից, լավ նայեցի տեղին տարբեր բաներ, հիմա առաջ շարժվեմ։ Ասեցի չէ որ ժամանակ ունեմ, պայուսակներ ենք նայում։ Մտել եմ հատուկ Էդիսակ պայուսակների խանութը, Վալենտինոյի այս պայուսակներ, էլի գույնը դուրս եկավ, բայց այստեղ էլ շղթան այսպես չեմ սիրում, ես ցեպես չեմ սիրում, հարմար չէ, եւ էլի մի տեղանոց է, տեսնենք հələ գրպան ունի, ետնամասում էլի չունի։ Ահա, շատ վատ է որ չունի։ Տեսնենք էլ ինչեր կան։ Եթե նույնիսկ երկու ապրանք առնում ես 10% էլի զեղչ են անում։ Ահա, ամեն ինչ ներկայացված է։ Համարյա թե նույն մոդելներն են։ Այստեղ ուղղակի տարբեր չափերի կարելի է ընտրել։ Հատուկ պայուսակների խանութ է, որտեղ ներկայացված են թե լյուքս, թե մատչելի գների։ Առաջ անցնենք եւ արդեն այստեղ ես հանդիպեցի իմ ընկերուհուն եւ մենք սրճում ենք, մի լավ հանգիստ անցկացրեցի, կարելի ասել մի քանի ժամ, այսպես նայելով, հետաքրքիր թեմաներից զրուցելով եւ մի լավ հանգստացա, որից հետո էլ շարունակեցի իմ փնտրումները, արդեն մտել եմ Մորգան եւ այս շորը տեսա, զեղչված էր, բայց շատ տգեղ էր, այդ գոտկատեղը վերև էր բարձրացած, որ իմաստ չուներ, կարծես հղի լինեմ ու չսազեց ինձ բացարձակ, թե գույնը, թե ձևը, հələ նայեք կողքից, վերևից ոնց է իջնում։
Ես իրականում այսքան չաղել չեմ։ Մի խոսքով հագուստ կա, որ գեղեցկացնում է, հագուստ էլ կա, որ թերություններն է ի ցույց դնում կամ էլ տգեղացնում է։ Ոչինչ, ես էլի կգամ Մորգան, շորը միգուցե գտնի իր տիրոջը, բայց տերը հաստատ ես չեմ։ Հարմար է, ձգվում է, նայում եմ, իսկ դաժե ես խոսափում եմ թևի նման կտրվածքից, այդ առումով այդքան վատ չէր, բայց իմը չէր, հələ նայեք, ոնց որ ես չլնեմ։ Սիրելի հետևորդներ, ես արդեն տանն եմ, թարմացա, ցնցուղ ընդունեցի, ձեզ ցույց տամ իմ նոր բլուզը, որ Մորգանից գնեցի, վերջապես իմ համարով մի բան գնեցի, թեթև շատ հարմար, դե ամեն օր մտնում եմ Մորգան, որպեսզի տեսնեմ ինչ թարմացումներ են արել եւ ինչ եմ գտնում, տեսակ որ շորը շատ վատ էր, նույնիսկ տգեղ էր, ամեն դեպքում կփորձեմ տարբեր բաներ եւ հիմա ձեզ ներկայացնեմ թե Ֆրանսիայում թոշակը որ տարիքից է տրվում, ում է տրվում եւ ինչպես է այդ process-ը ընթանում, քանի որ արդեն անմիջապես ես առնչվեցի այս հարցի հետ կապված։ Նախկինում էլ ունեմ նման տեսանյութեր, որ բացատրել եմ, բայց հիմա կոնկրետ իմ կարգավիճակի համար ինչպիսին է ավելի փաստով կասեմ, որովհետև բազմազան են այստեղ ամեն մարդու վիճակի հետ կապված, ստացած աշխատավարձի հետ կապված թոշակները տարբեր են լինում եւ մարդիկ տարբեր տարիքից են թոշակի գնում։ Իմ տարբերակում ես թոշակի եմ գնալու 62 տարեկան 9 ամսականում, որը որ արդեն դեկտեմբերի 1-ն է լինում, դեկտեմբերի 1-ից ես պիտի թոշակ ստանամ։ Կախված իմ աշխատած տարիների, խոսքս վերաբերում է հիմնականում այն մարդկանց, ովքեր օտար երկրացի են այստեղ, այսինքն միգուցե նաև Ֆրանսիայի քաղաքացիություն ունեն, բայց Ֆրանսիայում ծնված ու մեծացած երկար տարիներ 42 տարի աշխատած ստաժ չունեն։ Սա նաև կարևոր է այդ մարդկանց, կարևոր է նաև իմանալ այն մարդկանց, ովքեր ընդհանրապես չեն աշխատել, մի խոսքով եկել են Ֆրանսիա, հասել է իրենց թոշակի տարիքը։ Ուրեմն Ֆրանսիայում գոյություն ունի թոշակ ասվածը, որ մենք ասում ենք, ինչպես Հայաստանում, աշխատածի համապատասխան ստանում ես մի որոշակի գումար։ Դա հենց կոչվում է թոշակ, այստեղ էլ է այդպես։ Եվ կախված է, թե դու քանի տարի ես աշխատել, ստաժը նշանակություն ունի, եւ նշանակություն ունի, թե ինչքան աշխատավարձ ես ստացել, ինչպես բոլոր տեղերում։ Հիմա այստեղ, եթե դու աշխատել ես ցածր աշխատավարձով եւ գնում ես թոշակի, կարող ես գնալ թոշակի, ինչպես ասեցի, 62 տարեկան 9 ամսականից առաջի թոշակի գնալը դա է, կարող ես թոշակի համար դիմել 65 տարեկանում եւ արդեն ավել, եթե աշխատում ես, ուզում ես, որ թոշակդ ավելի լինի։ Քանի որ ես շտապող մարդ եմ, որոշեցի հաշվարկել տալ իմ աշխատած տարիները, դե այդքան էլ շատ չեն, աշխատավարձը իմ շատ չնչին է, ես ձեզ բազմիցս եմ ասել, կարելի ասել դա աշխատավարձ էլ չէ, հաշվարկ արել Ժողովուրդ ջան, ստուգեց, որ ես մաքուր կստանամ երևի 22 եվրո, կեղտոտ իմ թոշակը 25 եվրո է, չծիծաղեք, 25 եվրո, կեղտոտ թոշակի չափն է, իսկ 22 եվրո ասեց մաքուր կստանաս։ Հիմա ես ստանալու համար պետք է լրացնեմ երկու փաստաթուղթ ինքը ինձ տվեց, որը 65-ից գնալու եւ որը արդեն 62-ից գնալու։ Սա հենց իմ աշխատանքն է, բայց այստեղ բազմաթիվ հարցեր կան, որ պիտի լրացվի։ Այդ հարցերը կարող եք դուք լրացնել on-line տարբերակով եւ կարող եք նաեւ հենց այս փաստաթղթի մեջ կա հարցերի պատասխանները լրացնել, գրել եւ արդեն ինչ փաստաթուղթ որ ուզում են, այսպիսի թղթաբանական հարցեր էլ կան, որոնք որ իրոք կախված է ամեն մարդու իրավիճակից, արդեն ասեցի, նրա փաստաթղթային վիճակից կախված է, թե ինչպիսի դոսիե ունի։ Հիմա իմ դոսիեի դեպքում, այստեղ որ ես կարդում եմ, ես պիտի ունենամ
արդեն որ ուղարկում ենք պատճենները, titre de séjour-ը, ամուսն ու սոցիալական քարտի համարը, իմ սոցիալական վիտալ քարտերի համարները, դրանք պարտադիր են, պետք է ընտանիքի երեխաներ, եթե ունես երեխաների այդ ծննդյան վկայականները ներկայացնես եւ մի վարքյան Եվ վերջի 2 տարվա ամպոյի թուղթը, տեսեք, հարկային այդ թուղթը, անգամ եթե 0 է, մուծում չկա, բայց պիտի վերջին 2 տարվանն էլ ներկայացվի։ Եթե դուք հանդիկապ եք, պետք է այդ փաստաթուղթը ներկայացվի։ Եթե հանդիկապ եք, միշտ ստացել եք հանդիկապ եւ 62-ից եք գնալու թոշակի, ապա պիտի փոփոխություն լինի հանդիկապի որպես չեք ստանալու, որպես թոշակ կստանաք, այսինքն շուտ կգնաք թոշակի։ Այսպիսի խնդիրներ կան եւ դա իրական թոշակն է, այսինքն թե դու ինչքան ես վաստակել, քեզ պետությունը տալիս է քո աշխատածի համապատասխան։ Եվ վատ է դե արդեն ասեցի, որ ցածր է իմ աշխատավարձը, քանի որ մարդիկ կան Ֆրանսիայում 4000, 3000, 5000 եւ ավելի աշխատավարձեր ունեն, բնականաբար նրանց թոշակները սկսվում են 2000 ամսեկան, 800-ից եւ ավելին։ Իսկ այն մարդիկ, ովքեր ստացել են, ասենք ֆունկցիոներներ են, նրանց աշխատավարձը 1400 է եղել, դե գիտեք ֆունկցիոներները միշտ այդպես է եղել, ստաժի հետ այնտեղ ինչ որ մի բաներ կա, որ հիմա ավելանում է, բայց այսօր Ֆրանսիայում ցածր աշխատավարձը հենց 1426 եվրո է կազմում, այսինքն այս մարդիկ, որ նման աշխատավարձով են ստացել, նրանք պիտի ունենան 42 տարվա ստաժ, պարտադիր, որ գոնե 1000 քանի եվրո ստանան, 100 կամ 200, բայց այստեղ մի նրբություն էլ կա սիրելի հետևորդներ, որ Ֆրանսիայում, եթե ամուսիններ եք, ամեն մեկի առանձին թոշակներ չեն տալիս։ Հիմա ես դիմել եմ, իմ թոշակը ես կստանամ մինչև 65 տարեկանը։ 65 տարեկանում արդեն ես այս մյուս իմ դոսիեն եմ ներկայացնելու, որը որ կազմակերպություններ են, սա ուրեմն արդեն ասպա ներկայացվող դոսիեն է, որը որ Ֆրանսիայում ընդունված է, այսինքն եթե քո թոշակը շատ ցածր է, կան այսպիսի կազմակերպություններ, ասպա հապավում է, որը ասում է, որ պիտի դիմենք D'allocation de solidarité aux personnes âgées, տարիքով մարդիկ դիմում են 65 տարեկանում եւ արդեն իրենց աշխատած թոշակի վրա կազմակերպությունը որոշում է, արդեն նորից նշում ես դու որ վիճակի մեջ ես եւ նշվում է անպայման թե դու քաղաքացի ես, քաղաքացի չես, երկու դոսիեների մեջ էլ եւ արդեն այստեղ էս ասպան ինչքան կողքից օգնություն կտա, որպիսի ընտանիքի բյուջեն արդեն նորմալ չափի լինի, ապրելու համար հարմար լինի, չնայած շատ քիչ է էլի լինում, հիմա կոնկրետ քանի որ մենք ամուսիններ ենք, մեր վիճակը ամուսնացած է, կան մարդիկ, որ բաժանվում են, նույնիսկ խորամանկության են դիմում, որպեսզի առանձին ամեն մեկն է ստանան, բայց դա իր հերթին խնդիրներ է առաջացնում։ Կոնկրետ ես նման խարդախության չեմ դիմում, ինձ պետք է այս մի քանի կոպեկները ստանալ մինչև 65-ը, էլի լավ կզգամ, գումար էլի, Կարենը աշխատելու է, դեռ շարունակելու է իր աշխատանքը, չնայած արդեն ինքը համարյա թե ուրեմն այս 26 թիվն են 28 տարվա ստաժ ունի, գոնե Կարենը պիտի էլի 2 տարի աշխատի 30 տարվա ստաժով, այդ աշխատավարձով, որ գոնե մինչև 1000 եվրո իր թոշակը կազմի, եւ արդեն 65 տարեկանում ես, ինքը 67 տարեկանում մենք կդիմենք ասպա, Եվ ասպան արդեն ընդեղ հաշվարկ կանի, որպես մենք միասին ենք, մեզ ինչքան գումար է տալու, սովորաբար զույգի համար են վճարում թոշակը եւս, այսինքն Կարենի թոշակը հաշվարկ կանեն, ես ինչ մոծակ եկավ, Կարենի թոշակը հաշվարկ կանեն, մեր տարիքային տարբերությունը 1 տարի է, 67 որ գնա, ես 66 կլինեմ, բայց ես ամեն դեպքում 65-ից կդիմեմ, տեսնեմ ոնց կորոշեն, այդ կինն էլ այդպես ասեց, եթե աշխատում է, ինչ կլինի, իսկ եթե արդեն Կարենը 67-ից պիտի պարտադիր գնա,
Աստված որ առողջությունը ների մինչև այդ տարիքը աշխատի, այն ժամանակ արդեն մեզ զույգի համար իրենք հաշվարկ կանեն ու ինչքան պետք է ասպան նորից կլրացնի։ Նման բաներ գոյություն ունի։ Կան մարդիկ, ովքեր չեն աշխատել, եկել են Ֆրանսիա, չեն աշխատել, բայց նրանք ստանում են հենց ասպան, դա նպաստ է կոչվում, դա թոշակ չի, այսինքն այդ մարդը աշխատանքային թոշակ չի ստանում, նրա թոշակը հենց դա է։ Ինչպես շատ շատերը, այնպես որ առանց գումարի, առանց բանի մարդ չի մնում։ Հիմա ես նորից սրանք կնայեմ, որոշել եմ վաղը գնալ եւ անմիջապես ճշտել, քանի որ իմ կոմպյուտերով ես չեմ կարող on-line դիմեմ, ուստի կա կազմակերպություն, որի մասին ես բազմիցս եմ ասել ձեզ, Espace Fraternité, կգնանք միասին, շաբաթ օրերը բաց է լինում։ Կտեսնենք, եթե փաստաթղթային տարբերակն է, պիտի այս ամենը լրացնեմ եւ տանեմ նույն այդ կազմակերպությունը, որտեղ որ ես գնացել եմ, ցույց եմ տվել որտեղ է, եթե լիլի բնակիչներին կհետաքրքրի, կասեմ նորից, կգրեք, ես կբացատրեմ, որ ոնց գնաք, որտեղ գտնել։ Իսկ ցանկալի է երևի ինտերնետով լինի, դրա համար եմ ուզում գնալ, որ ավելի արագ լինի։ Ուրեմն դիմում գրելու ենք, սա շատ կարևոր է, 69 տարեկան 9 ամիս լրանալուց առաջ 4 ամիս։ Այսինքն եթե դեկտեմբերին պիտի լինի, նոյեմբեր, հոկտեմբեր, սեպտեմբեր, օգոստոս։ Ես հուլիսին անպայման, հուլիսը չպիտի անցնի, անպայման հուլիսին պիտի ուղարկեմ, որպեսզի իմ փաստաթղթերն այն, եթե ուշացրեցի, այլևս չեն քննում։ Նաև որ այդ ընթացքում պակաս թղթեր լինի, արդեն իրենք հասցնեն նայել եւ գործընթացի մեջ լինի։ Այս շատ կարևոր նրբություններ կան այստեղ, որ մերժվեցիր էլ որևէ բան չես անի, պիտի սպասես, չգիտեմ, հետո արդեն գնաս 65-ի։ Մի խոսքով ժողովուրդ ջան, այսպիսի բաներ կան, որ կարևոր է դուք իմանաք եւ հաշվի առնեք, որ դեպքում կարող եք արդեն դիմել թոշակի համար։ Եթե ունեք 5 տարուց ավել փաստաթուղթ ձեր ձեռքին գործող եւ Ֆրանսիայում արդեն պարզ է ապրում եք երկար, բնականաբար պիտի օգտվեք, եթե աշխատել եք հատկապես ձեր թոշակից, եթե ոչ պիտի սպասեք 65 լրանա, հետո դիմեք արդեն ասպայի համար։ Եվ այսքան բան, ամեն ինչը կճշտեմ վաղը, եթե ինչ-որ հարց հիմա ես չասեցի, նորությունը իմանամ, վաղը արդեն կճշտեմ, ձեզ կասեմ։ Դե այս պայի համար այսքանը, կարծում եմ բան չմոռացա, շատ կարևոր ինֆորմացիա էր բոլոր նրանց համար, ովքեր պատրաստվում են գնալ աշխատանքային թոշակի։ Այսքանը։ Մոռացա նշել, որ հունվարի նոր օրենք է դուրս գալու այն մարդկանց համար, ովքեր ծնվել են 1964 թվականից մինչև 68 թվականները։ Ես մտնում եմ այս խմբի մեջ 64-ի, բայց քանի որ այդ կինն էլ չգիտեր կոնկրետ ինչ օրենք է դեպի լավը տանող, թե դեպի վատը տանող, ուստի հենց որոշեցին, որ այս տարի էլ ես դիմեմ։ Էլ չսպասեմ հաջորդ տարի դիմելու։ Ամեն դեպքում ինչ օրենք կլինի, նորությունը կիմանամ ու նորից ձեզ կհաղորդեմ։